Հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիս, ուրախ եմ ողջունել ձեզ Վրաստանի անկախության հռչակման օրվան նվիրված Գիբրաշենի հանրային դպրոցի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ 1918 թվականի մայիսի 26-ին հիմք դրվեց անկախ Վրաստանի Հանրապետությանը։ Անկախության տոնը մեր պետականության ամենակարևոր արժանիքներից մեկն է եւ այն առանձնահատուկ նշանակություն ունի մեր դպրոցի համար։ Անկախ պետության հիմքում կրթված եւ ազատամիտ սերունդներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա խաղաղություն եւ բարօրություն մեր պետությանը։ Գիլոցը Սակրատելոս դամոնի դեպոբիզպես, Իսուրվեկ Սվիտովաս, Թավիսուկնեվաս։ Նինոց-Մինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում, որը համախմբել էր համայնքի ներկայացուցիչներին, մանկավարժներին, ծնողներին եւ աշակերտներին։ Միջոցառումը կազմակերպվել էր Նինոց-Մինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի, կրթության, մշակույթի եւ հուշարձանների պահպանության բաժնի ու Ջիգրաշեն գյուղի դպրոցի համատեղ նախաձեռնությամբ։ Տոնական օրը լցված էր հայրենասիրական եւ մշակութային ջերմ մթնոլորտով։ Ծրագրին մասնակցեցին Ջիգրաշեն գյուղի դպրոցի աշակերտները, ովքեր հանդիսատեսին ներկայացրին ազգային երգեր, պարեր եւ ասմունք։ Երեխաների գեղեցիկ ու ոգեշնչող ելույթները մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից արժանանալով երկարատև ծափահարությունների։ Միջոցառմանը ներկա էին նաև Նինոց-Մինդայի ավականու նախագահ Վահան Արոյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու կրթամշակութային ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Ողջունում եմ բոլորիս, այսօր մայիսի 26-ն է, ամբողջ Վրաստանի մասշտաբով նշվում է Վրաստանի անկախության օրը։ Մենք հավաքվել ենք Նինոց-Մինդայի մշակույթի կենտրոնում նշելու այս հիշարժան օրը։ Անկախությունը մեր պետականության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է եւ այն առանձնահատուկ նշանակություն ունի մեր դպրոցի համար։ Անկախ պետության հիմքում կրթված եւ ազատամիտ սերունդն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր դպրոցի ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին, ինչպես նաև տեղի մունիցիպալիտետի մեր մշակույթի բաժնի ղեկավարներին, որ այստեղ գտնվեցին։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մունիցիպալիտետի եւ մշակույթի բաժնի կողմից նվիրատված դպրոցին եւ աշակերտներին նվիրատված նվերների համար։ Խաղաղություն եւ բարօրություն մեր պետությանը։ Այսօր մեր աշակերտները հանդես եկան մեծ ոգևորությամբ եւ պատասխանատվությամբ, նրանք իրենց ելույթներում ցույց տվեցին, որ կարող են լինել ազատ երկրի իրավատեր քաղաքացիներ։ Գիլոցապ Սակրատելոս դամոնի դեպոբիզպես, Իսուրվեկ Սվիտովաս, Թավիսուկնեվաս, Գեթիլտրեոբասա դա Գամվիթարևաս։ Շնորհավոր անկախության օր Վրաստան։ Ջիգրաշենի սաճարո սկոլան ծարմուադգինա թավիանտի ցեկվեդի սինգերեբի Այսօր Ջիգրաշենի հանրային դպրոցը ներկայացրեց երգեր եւ պարեր նվիրված Վրաստանի անկախության օրվան մայիսի 26-ին։ Մեր դպրոցը հայալեզու դպրոց է եւ հայ երեխաները սիրով ու մեծ պատասխանատվությամբ իրենց ելույթները նվիրեցին Վրաստանի անկախության վերականգնման օրվան։ Այս գեղեցիկ օրվա առիթով ցանկանում եմ մի խորին շնորհակալություն հայտնել Նինոց-Մինդայի շրջանի քաղաքապետարանին, մունիցիպալիտետին, Սակրեպուլոյին եւ ողջ ղեկավարությանը մշտական աջակցության, ուշադրության եւ կրթամշակութային նախաձեռնություններին ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։ Սակրեպուլոս თავის ხელმძღვანელობას რომ პატივი დაგდო დაგვითმო აქ ადგილი და საშუალება მოგცა რომ მოჩვენებინა ჩვენი ბავშვების შემოქმედებითი მოღვაწეობა.
Նախ ուզում եմ ողջունել մեզ բոլորիս Վրաստանի Հանրապետության քաղաքացիներիս ազատ անկախ Վրաստանում ապրելու համար։ Քանզի մեծ պարգև է Աստծու կողմից ապրել, արարել, աշխատել, սերունդ տալ մի պետության, որը ազատ է, անկախ է, որտեղ դու կարող ես քո իղձերը, քո նպատակները իրականացնել այնպես, ինչպես դու ես կամենում։ Այսօր ես լինելով Ջգրաշենի հանրային դպրոցի ուսուցչական կազմից ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ գոլեգաներին բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու այս գեղեցիկ միջոցառումը։ Քանզի յուրաքանչյուր երեխա կարծես իր մարմնի, իր արյան մեջը զգում էր, թե ինչ է իրենից ներկայացնում ազատությանը նվիրված այս միջոցառումը։ Շնորհակալություն մեզ բոլորիս եւ իհարկե ժողովուրդ, եկեք մի բան հասկանանք, որ անկախությունը դա լոկ կարգավիճակ չէ, այլ ամենօրյա աշխատանք է մեր բոլորիս կողմից։ Քանզի անկախությունը այնպես հենց ինքն իրեն չի տրվում։ Մենք բոլորս որպես քաղաքացիներ պետք է այնպես անենք, որ կարողանանք պահպանել։ Ես շնորհավորում եմ բոլորիս, որ մենք ապրում ենք անկախ Վրաստանում եւ ցանկանում եմ Վրաստանին միմիայն առաջընթաց, զարգացում եւ բարօրություն։ Ես Ալյոնա Մնացականյանն եմ, Ջգրաշենի հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի, տվյալ միջոցառման մասնակիցներից մեկը։ Մենք այսօր Նինոց Մինդայի մշակույթի կենտրոնում ունեցանք միջոցառում նվիրված Վրաստանի անկախության օրվան մայիսի 26-ին, ինչպես գիտենք 1918 թվականին Վրաստանն առաջին անգամ ստացավ իր եռամյա անկախությունը։ Դրանից հետո 1992 թվականից առ այսօր Վրաստանը համարվում է անկախ պետություն։ Տվյալ միջոցառմանը մասնակցում էին առաջինից մինչև 12-րդ դասարանի աշակերտները, ովքեր ներկայացան իրենց պարերով, երգերով, դհոլային համարով, ինչպես նաև արտասանությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհիներ Արեգ Պետրոսյանին, Ռուզաննա Եզեկյանին եւ դպրոցի տնօրեն Էլվիրա Քեյանին, ովքեր ջանք ու եռան չեն խնայել տվյալ միջոցառումը անթերի դարձնելու համար։ Այսօր մեր դպրոցը կազմակերպել էր միջոցառում նվիրված Վրաստանի անկախության օրվան մայիսի 26-ին։ Մեզ համար մեծ պատիվ է այսպիսի միջոցառում ներկայացնել Մշակույթի տանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մշակույթի տանը մեզ հյուրընկալ ընդունելու համար եւ մեր դպրոցի անձնակազմին մեզ աջակցելու համար։ Մեզ համար մեծ պատիվ է այս կարևոր օրվան մի մասնիկ դառնալ։ Ուզում եմ շնորհավորել ամբողջ Վրաստանին այս կարևոր օրվա կապակցությամբ եւ մաղթում եմ ամբողջ Վրաստանին զարգացում, հաջողություններ եւ խաղաղություն։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց Վրաստանի անկախության օրվա կարևորությունը, խաղաղության, միասնության եւ ազգային արժեքների պահպանման նշանակությունը։ Բեմում հնչող հայրենասիրական երգերն ու երեխաների կատարումները տոնական դրամատրություն էին հաղորդում ողջ դահլիճին վերածելով օրը իսկական մշակութային տոնի։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնագետ աշակերտներին, ուսուցիչներին եւ բոլոր աջակցող կողմերին նման գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Տոնի ավարտը առավել հիշարժան դարձավ երեխաների համար, քանի որ նրանք պարգևատրվեցին գեղեցիկ նվերներով եւ անակնկալներով, որոնք էլ ավելի բարձրացրին նրանց ուրախությունը ու տոնական դրամատրությունը։